Փոքր, բայց հաղթանակ է, որ հայ ժողովրդի կեսից ավելին 51%-ը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում դեմ է արտահայտվել իշխանությանը, դատարանի բակում հայտարարում է Բագրատ Սրբազանը։ Ես համարում եմ, որ սա ևս մեկ քայլ առաջ էր այս չարիքի իշխանությանը հեռացնելու համար։ Շուրջ մեկ տարի ազատությունից զրկված arczepiskopos-ն ասում է 65% քվե ստանալու ախորժակ ունեցող մարդիկ անգամ արտաքին ուժերի աջակցությամբ ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումներով չկարողացան միասնյա իշխանություն ձևավորել։ Շեշտում է, ձախողվել են Փաշինյանի սահմանադրությունը փոխելու, հանրաքվե անելու պլանները։ Աննախադեպ իրենց լեզվով ասած պատմական զեղծարարության ընթացք էր, հասկանալի պատճառներով, որովհետև մարդիկ իշխանություն կորցնելու եւ դրանով պայմանավորված շատ բան կորցնելու առջև են կանգնած։ Պատասխանատվության ամենամեծը, որից անընդհատ խոսափում են։ Կարճ կյանք է ունենալու Փաշինյանի իշխանության երրորդ ժամկետը, կարծում է Սրբազան շարժման աջակից Արա Ռոստոմյանը։ Նրան քաղաքպայմանագրի, այսպես ասած, հաղթանակը հիշեցնում է 1996 թվականի նախագահական ընտրությունները։ Ասում է, այդ ընտրություններից հետո էլ մեծ հիասթափություն ապրեց ժողովուրդը եւ 1.5 տարի անց արդյունքը եղավ առաջին նախագահի հրաժարականը։ Արդեն պարզ է, որ ինքը ոչ լեգիտիմ ընտրված իշխանություն է եւ սրա փորձը մենք ունեցել ենք 96 թվականին, երբ որ նմանատիպ իրավիճակում ենք հայտնվել եւ նաեւ նույն ընտրության օրը եւ քվեաթերթիկները հաշվելը 1-1 96 թվականին ինձ հիշեցրեց, ես էլ այդ ժամանակ ընդդիմության շարքերում եմ եղել։ Իբր ահաբեկչություն կազմակերպելու համար մեղադրյալի աթոռին հայտնված Բագրատ Սրբազանի եւ նրա պայքարի 17 աջակիցների գործով դատական նիստն այսօր լարված է անցել։ Այս ապացույցները որ կան, ապացույցները այս գործի հետ ի՞նչ կապ ունեն։ Մեղադրյալներին զայրացրել է, որ դատախազները ապացույցների հետազոտությունը հրապարակելիս չեն ասել, թե այս գործի հետ ինչ կապ ունի, օրինակ, նույն գործով անցնող Հայկ Շահնազարյանի օրինական հրացաններն ու նրա տնից հայտնաբերված պարկուշները։ Թողածել այս զենքը նախապատրաստել են օրինական, բայց պետք է տանեին օգտագործեին։ Պետք է տան հերո ես իմ մեր ասում ինչ պետք է անել, հերո պետք է անել։ Դե որ չկա հասկացան կա այդ զենքը, կա բոլորի տուն այսօր մեր հասարակության 20%-ի տուն օրինական զենքեր կա, չի նշանակում այդ զենքերը պետք է այդ օրը օգտագործվեն։ Ինչ եք փորձել պարզել այդ զենքերն ուսումնասիրելով մեղադրողներին, հարցրել է Բագրատ Սրբազանը։ Նրա կարծիքով, ինչպես մեղադրանքն է լղոզված, այնպես էլ փորձաքննության սպասվելիք եզրակացությունն է լղոզված լինելու։ Մտել ենք ապացույցների փոքր, դուք հատիկ պարտավոր են ապացուցել։ Յուրաքանչյուրը ինչ կապ ունի այս գործի հետ։ Չի կարելի, մեզ մի մոլորեցրեք, խնդրում եմ, ավելի ճիշտ մի կարծեք, որ մոլորեցնում եք։ Հասուն մարդիկ ենք, մեծ մարդիկ ենք մենք։ Չի կարելի այսպես վարվել։ Հունիսի 18-ին կշարունակվի դատական նիստը, դատախազները շարունակելու են ներկայացնել ապացույցներ։ Էդգար Ղուշյան, Արաքել Օհանյան և Արմեն Ապրեսյան, Հայլուր։